Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Կարծես թե այսօր մի տեսակ այսպես շատ առողջ եւ երաժշտական եթեր ստացվեց։ Շատ խոսեցինք առողջ ապրելակերպի մասին։ Դա նշանակում է, որ հաջորդիվ պետք է ներկայացնենք մեր գործընկերոջը Մանո Բրուտյանին, ով ամեն առավոտ մեզ հյուր է գալիս իր հետաքրքիր եւ շատ կարեւոր խորհուրդներով։ Մանո, ողջույն։ Ողջույն Մանո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, Մանո։ Բարք Աստծո, մերսի, շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, ինչ խաղենք այսօր խաղալու, Մանո։ Այսօր ինչպես ազատվել խճողումներից։ Խճողումները, եթե փորձենք ավելի այսպես պարզ ներկայացնել, որոնք են, Մանո։ Խճողումները, թրաֆիկը, ավտոների այս խառնաշփոթ տպողոցները փակված ամեն տեղը, մինչև ինչ-որ մի տեղից դեղ եք գնում, այս շոկերները, որ վրա է դվել, այստեղ է ասում ժողովուրդ ջան, ջուր խմեք, ձեր ջուր վերցրեք, որովհետև ճանապարհը կարա լինի այդ ձեր կես ժամանոց դառնա ժամուկես 2 ժամի, անպայման ջուր վերցրեք։ Եվ դա շատ վնաս է առողջությանը, Արիգան կենցայթը։ Անպայման ջուր վերցրեք ձեր հետ, որովհետև քրդնելու եք եւ գործնեք էլեկտրոցիտները։ Մանո, մենք ունենք շատ հետաքրքիր թեմա, որը վստահաբար կհետաքրքրի մեր հեռուստադիտողներին, այսօր խոսքը գնալու է ցելյուլիտի մասին։ Եկեք հասկանանք, դե ոչ միայն, տղամարդիկ նույնպես ունեն ցելյուլիտ։ Բայց կանայք ավելի հետաքրքրված են այս թեմայի։ Եկեք հասկանանք ինչ է ցելյուլիտը եւ ինչու եւ ինչից է առաջանում նա։ Շատ լավ հարցվեցիք, որտեղ այս վերջերս շատ էին հարցնում ինձ, դա ամառի եկավ չի, ասենք սկսում են աղջիկեր ավելի կարճ հագնվել, կամ ուզում են գնալ լողավազաններ, իհարկե ինչպես որ շեշտեցինք տղակի մոդել է լինում, բայց դղոց մոտ ինքը չի արտահայտվում, ինչպես աղջիկ, ինքը հիմնական լինում է կանանց մոտ, okay, ինքը ինչից է առաջանում, կամ ինքը ինչ է, սենց ասեմ ձեզ, ինքը ջարբային բջիջների մեկ է մաշկի փոփոխության արդյունքում է լինում դա, okay, ինչից է գալի Ինչից է գալի, ուրեմն, սխալ սնվելուց, բավարար ջուր չխմելուց, նստակյաց կյանքից, հորմոններից, այ վերջում գասեմ գենետիկայից։ Ինչ համար գասեմ վերջում գենետիկայից, սենց ասեմ ձեզի, որտեղ մենք ասում ենք գենետիկա գանա, բոլորս հելում ինչ ենք ասում, օքեյ, դա գենետիկան է, ու թողում ենք իրան որտեղ որ գա, բայց չէ, իսկ մենք այդ առաջի 4-ը լավ պահենք, եկեք թողենք գենետիկան իրան ինչ կանի Եթե ես լավ սնվեմ, եթե ես իմ ջուրը խմեմ, իմ մարզումները անեմ, կամ քայլեմ, կամ առողջ ապրեմ, թող գենետիկան, չգիտեմ, 20-30 կամ 40%-ով ազդի։ Եթե ես կարողանում եմ 50-60%-ով իրան նվազեցնեմ, ինչի չանեմ, չէ՞։ Մանո, իսկ արդյոք կարող է մարզումների միջոցով մարդիկ ազատվել ցելյուլիտից, սա մեկ, եւ երկրորդը շատ անձնական հարց։ Ցելյուլիտ կարծես թե բոլորին թվում է, թե դա ավելի գեր կանանց մոտ է լինում, բայց իրականում դա այդպես չէ։ Ցելյուլիտ կարող են ունենալ անգամ նիհար կանայք։ Եվ Մանո Այո, շատ ճիշտ եք։ Ուրեմն առաջի հերթին իհարկե դրա լուծումներից մեկն է ուժային մարզումները, դեղայինները հիմնական, ասենք կոնկրետ եթե լինում է ոտքի հետևի քըրլի բանա, ազդրի մասը, այդ մասը մենք ուժային վարժություններով փորձում ենք մաքսիմալ իրան անհետացնել դեղից եւ այո, իհարկե գապ չունի, որ ինքը գտնի նիհար կամ ավելորդ քաշով, ինքը կարող ունենա ցելյուլիտ Սենց ասեմ ձեզ, որտեղ մենք ունենք մարմնի տարբերակներ, այսինքն էկտոմորֆ, մեզոմորֆը կամ էնդոմորֆը, օքեյ, մարդը կարող լինի ինքը նիհար, բայց ունենա իր մոտ ջարբի տոկոսը բարձր։ Այսինքն մենք ունենք նաև ներքին ջարբեր, ոչ թե մենակ արտաքին, մենք ունենք ներքին ջարբեր։ Վատ սնունդից, օքեյ, իր մետաբոլիզմը արագ է, ինքը էկտոմորֆ է, ջարբայինը դուրս չի գալիս հենց փորի հատվածին, բայց կարող է վերածվի ցելյուլիտին, դա ուղղակի սխալ սնվելուց կամ չշարժվելուց նաև։ Ու ես միշտ ասել եմ, եթե նիհար դա չի նշանակում առողջ։ Մարդիկ դա են սխալ հասկանում, եթե չաղա, օքեյ ունի խնդիրներ, եթե նիհարը չունի, չէ, նիհարներ ունի իր խնդիրները։ Ինքներ եթե գնա անալիզեր հանձնի, հաստատ կունենա ինչ-որ խնդիրներ։ Հասկացա՞ք։ Այսինքն նիհար լինել չի նշանակում, որ դու առողջ ես։ Այո։ Մանո, ցելյուլիտի ընդդեմ պայքարում շատ մարդիկ հաճախ դիմում են տարատեսակ մերսումների եւ սարքային պրոցեդուրաներ։ Ինչքանով են այս պրոցեդուրաները եւ մերսումները վերացնում ցելյուլիտը։ Այո, ճիշտ է, այսօր ամեն քայլափոխին դա ռեկլամը արվում, ամեն տեղ գա, չեմ ուզում մարդկանց գործին խփեմ, բայց ես բարտավոր եմ իրականությունը ասել, դենց բան չկա, ինչ որ ջարբը կարա հերացնի դեղից, այսինքն, չգիտեմ, մասաժ անի, այսինքն դու չես կարա ջարբը մասաժ անելով, դեղափոխես, դանես իրան ոդի մոդից եւ ունկը գդրես դուրս գա, ինքը դենց բան չի կարա լինի։ Ինքը զուտ ժամանակավոր կարող է մի քանի օր կամ մի շաբաթ ընդ ջրի հաշվին ոչ թե անհետանա, այլ 50% կչանա, բայց դա շատ ժամանակավոր բանի մասին է խոսքը, եթե իմացած առաջի 4 կետը չենք պահում։ Մանո, իսկ ինչ կասեք ներարկումների մասին, չէ՞ որ ցելյուլիտի դեմ նաև ներարկումներ են իրականացվում։ Հիմա էլի ինչ որ մարդիկ կարգոծելու են ինձ իրանց բիզնեսի խփելու համար
Բայց նորից եմ ասում, ես բարդավոր եմ ճիշտ ասեմ, դենց բաներ չկա, որ եթե ներարգեմ, ցելյուլիտից կազատվի, կամ ինչ-որ դենց բան կարանի, կամ վարի ինչ-որ դերը դենց... Բայց ապարատային լուծումներ կան, չէ։ Սենց ասեմ, բոլորը ժամանակավոր են, հավատացեք ինձ։ Հավատացեք, միլիոնից մի աղջիկ չի կարա ելնի ասի, որ ես չգիտեմ, մի ամիս անցել եմ այս սրսկումները կամ այս մասաժները, ու էլ կյանքում իմ մոտ չի եկել դենց բան։ Մանո, իսկ ինչ անել, գուցե ճիշտ սնվել, ինչպես պետք է սնվել, որպեսզի ցելյուլիտը նվազեցվի։ Սնվելը մենք միշտ խոսում ենք առողջ սնվելու մասին, եւ որ գիտեք մարդիկ ինչ չեն հասկանում, մենք ինչ որ ուզում ենք դա բացատրենք, որ մենք երբ որ ասում ենք դուք առողջ սնվեք, իրանց մոտ մենակ մի բան է աշխատում իրանց ուղեղի մեջ, դա նիհարելն է։ Չէ, մենք երբ որ ասում ենք առողջ սնվել, այս սրանցից մեկն է, որ նաև ցելյուլիտից ազատվենք։ Առողջ սնվելը որն է, ուտել նորմալ սպիտակուցներ, բանջարեղենը, օքեյ, վերամշակված սնունդը մաքսիմալ կչացնենք, քաղցրը մաքսիմալ կչացնենք, ջուրը խմենք, հելենք ամեն օր շարժվենք, քայլենք, շաբաթ երկու օր մարզվենք, ինչի համար, ոչ թե նիհարելու, այլ որբեսի մենք առողջ լինենք։ Պատճառներից մեկը ցելյուլիտից նաև ազատվենք, սրտանոթային խնդիրներ չունենանք, ջարբագարված դիարդ չունենանք, կոլեստերոլ չունենանք, շաքարային դիաբետ չունենանք, կարողացա բացատրեմ։ Մենք ունենք խնդիրներ, որ կարա լուծի դա մեր ապրելակերպով, այլ ոչ թե մենակ նիհարը չանալու մասին ենք խոսում ստել։ Մենք էլ ունենք առողջ ապրելակերպի եւ ցելյուլիտ չունենալու մեր բաղադրատոմսը մանո, որն է մեր բաղադրատոմսը Սամվել։ Մենք չենք մոռանում, որ առողջ լինելու համար պետք է որակով ջուր խմել։ Եվ այստեղ է որ հաստատ ու հանգիստ ձեր առողջությունը կարող է վստահել Aqua 1-ին։ Aqua 1-ը շշալցված ջուր է, որն իր 7 փուլային ֆիլտրացման տեխնոլոգիայով ապահովում է բարձրորակ անվտանգ եւ բյուրեղյա մաքուր ջուր ձեր ընտանիքի եւ աշխատանքի համար։ Պատվիրեք 12 կամ 19 լիտր տարաներ մրցունակ եւ մատչելի գնով, իսկ առաքում ամբողջությամբ անվճար։ Համագործակցության դեպքում գործում են հատուկ արտոնյալ պայմաններ, այնպես որ մի հապաղեք, զանգարեք 033 75 50 50 հեռախոսահամարով եւ լուծեք ձեր առողջ ջրի խնդիրը Aqua 1-ի հետ։ Շնորհակալություն Aqua 1-ին, շնորհակալություն Մանո ձեզ, քանի որ այո, իսկապես դուք ամեն առավոտ գալիս եք հետաքրքիր թեմաներով, հետաքրքիր նորություններով եւ մենք հետևելով ձեր այս բոլոր խորհուրդներին կարող ենք իսկապես լիարժեք լինել առողջ։ Շնորհակալություն, անցնենք առաջ, այսօր կարծես թե Մայքլ Ջեքսոնը մեր տաղավարում է, ինչը մեզ շատ ու շատ ուրախացնում է։ Ֆենոմեն էջում պիտի դիտենք Մայքլ Ջեքսոնի մասին, այո, իսկապես նրա այդ առեղծվածային մահը, կյանքի этапները, այնպես որ դիտենք տեսանյութը եւ տեսնենք թե ինչ բաց թողում ունենք, որն այսօրվա տեսանյութի միջոցով պետք է լրացնել։ Մայքլ Ջեքսոն, Ֆենոմեն, Շանթի եթերում։